Երբևէ մտածել եք, թե ինչը կարող է առաջանալ սթրեսային իրավիճակի պատճառ։ Սթրեսի առաջացման գործոնները տարբեր են, բայց ձեզ մի պարզ օրինակ ներկայացնեմ։ Ահա այս սմարթֆոնը կարող է շատ կարճ ժամանակահատվածում խաթարել ձեր կյանքի բնականոն ընթացքը։ Անվերահսկելի տեղեկատվություն, ապագայի նկատմամբ անորոշության զգացում։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում այս գործոններով պայմանավորված հոգեկան առողջության խնդիրների առաջացման վտանգը բավականին մեծացել է։ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ հոգեբույժ Արմեն Սողոյանը փաստում է. պատերազմող, ինչպես նաև պատերազմի վտանգով ապրող երկրներում տարածված են հետտրավմատիկ սթրեսային խանգարումները։ Սոցցանցերի, լրատվականների ուռճացրած ու սարսափազդու վերնագրերը բավական են, որպեսզի մարդը հայտնվի սթրեսային իրավիճակում։ Սա գործընթաց է, որը տանում է շարունակական սթրեսների աճի, որը խոցում է բոլորին անկախ կարգավիճակից, ունեցած գումարից, մաշկի գույնից եւ այլն։ Սրա արդյունքում մարդիկ շարունակաբար գտնվում են խրոնիկական սթրեսների ազդեցության տակ, ինչը բերում է ուշադրության թուլացմանը, կամքի թուլացմանը, դրանից բխող հիշողության վատացմանը, տարբեր տեսակի լրացուցիչ սրանցով պայմանավորված խնդիրների առաջացմանը, իսկ մեր օրգանիզմը սովոր չի նման վիճակում ապրելու։ Եթե տարեցների մոտ ի հայտ եկող խնդիրների մեծ մասը պայմանավորված է տարիքով, ապա դեռահասների շրջանում պատկերը բոլորովին այլ է։ Դեռահասների խնդիրներն են արտահայտված կախվածություններ տարբեր տեսակի սոցցանցերից, խաղերից, իսկ մի քիչ ավելի մեծ տարիքում նաև քիմիական նյութերից։ Այս բոլորը մի հատ պատկեր են ստեղծում, որ եթե գլոբալ առումով որոշակի միջոցներ չձեռնարկվեն, ապա որևէ տնտեսության զարգացում, որևէ արհեստական բանականություն չի կարող այս process-ը կանգնացնի եւ մարդկանց մեծ մասի մոտ հիվանդությունները ավելի կխորանան, իսկ երբ որ հոգեկան խանգարումներն են ավելի շատանում, արդեն անկառավարելի է այդ հասարակությունը դառնում։ Ժամանակակից մարդու կամային ու հուզական հատկանիշներն ավելի թույլ են, նկատում է մասնագետը։ Այնուամենայնիվ, ինչ պետք է անի մարդը, որպեսզի կարողանա իրեն պաշտպանել։ Մեր խորհուրդներն են մարդկանց ընդհանրապես հնարավորինս սահմանափակեք լուրերի ստանալը, այսինքն լուրերը վատ բան չեն, տեխնոլոգիաները վատ բան չեն, համակարգիչը, հեռախոսը, սոցցանցը վատ բան չի, ինչպես վատ բան չի դանակը, զենքը, պարանը, որոնք եթե ճիշտ ես օգտագործում, իրանք քեզ ծառայում են։ Եթե դու չես կարողանում կառավարել ինչ-որ բանը, ապա այդ ինչ-որ բանը միանշանակ կառավարելու է քեզ։ Եվ եթե դու քո ներսը չես կարողանում կառավարել, քո փոխարեն բլոգերն է կառավարելու, հեռուստատեսությունն է կառավարելու, սոցցանցն է կառավարելու, բայց հիվանդանալու ես դու եւ վճարելու ես դու, քո փոխարեն ոչ մեկը քո առողջությունը չի վերականգնելու։ Հետևել քնի ռեժիմին, ճիշտ սնվել ու կառավարել տեղեկատվություն ստանալու իր իրավունքը։ Իսկ ինչից կարող են մեր համաքաղաքացիները հայտնվել սթրեսային իրավիճակում։ Կարծում եմ ծանրաբեռնվածությունը աշխատանքի եւ համալսարանի հետ կապված։ Իսկ ինչպես եք դուրս գալիս այդ իրավիճակից։ Հնարավորինս փորձում եմ քունը կարգավորել, դրանից բացի զբաղվել այն գործողություններով, որոնք կարող են ինձ հանգստություն բերել։ Ամեն ինչը, ես լավ չեմ։ Հուզական եք Ամեն ինչ, հուզական եմ, շուտ հուզվող եմ, լացում եմ, սենց բաներ։ Այնքան դեղ եմ արել այսօր, ապսեկա աշխատողն ասում է, ես ինչքան ես տեղ խմում։ Առհասարակ հանգիստ մարդ եմ բնույթով, հիմնականում անորոշությունից երևի թե ցանկացած պարագայում։ Իսկ ինչպես եք փորձում դուրս գալ այդ իրավիճակից։ Լավ երաժշտություն լսելով, հաճելի մարդկանց շրջապատում լինելով, ուրախ առիթներ հիշելով։ Հեռախոսները, որ օգտագործում եմ, կախվածության մեջ է առաջացնում, դա է շուտ մի 2 տարի առաջ, եթե ճիշտն ասեմ։ Դրանից հետո արդեն որ զգացել եմ խնդիրները առաջացնում, աշխատել եմ քիչ օգտագործել։ Բայց ընդհանրապես սմարթֆոններից դուրս գալը դա մի քիչ անհնարին բան է։
Հոգեբույժը մտահոգիչ վիճակագրություն է ներկայացնում։ Հետազոտությունն իրականացվել է ասոցիացիայի կողմից 2020-22 թվականներին։ Արդյունքում մեր երկրում նախորդ տարիների համեմատ դեպրեսիվ վիճակների տարածվածությունն ավելացել է 40 եւ ավելի տոկոսով, ասթենիզացիան 30, հոգեմարմնական խանգարում ունեցող անձանց թիվը 40 եւ ավելի տոկոսով բարձր է եղել։ Մեր երկրում հոգեկան խանգարումների կառուցվածքում առաջին տեղում է մտավոր հետամնացությունը, երկրորդ, երրորդ եւ չորրորդ տեղերում են համապատասխանաբար օրգանական հոգեկան խանգարումները, նևրոտիկ սթրեսով պայմանավորված խանգարումները, շիզոֆրենիան, շիզոտոպիկ եւ զառանցանքային հոգեկան խանգարումները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն կանանց շրջանում գրանցվել են 3.5% դեպրեսիվ խանգարումներ, իսկ տղամարդկանց շրջանում 2.3%։ Տագնապայնության առկայությունը կանանց մոտ կազմել է 3.9%, իսկ տղամարդկանց մոտ 2.5%։ Հասմիկ Վահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։